Я вот просто, я себе думаю, Ուկրաինայի կառավարությունը որոշել է ժամանակավորապես կասեցնել արդարադատության նախարար Գերման Գալուշչենկոյի լիազորությունները, ով անցնում է էներգետիկայի ոլորտում ստեղծված հանցավոր խմբի եւ կոռուպցիայի գործով։ Գալուշչենկոն, որ ավելի վաղ զբաղեցնում էր էներգետիկայի նախարարի պաշտոնը, հայտարարել է, թե պատրաստ է պաշտպանել իր շահերը իրավական բոլոր մեթոդներով։ Աղմկարույց գործում ներգրաված են նախկին ու ներկա մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաեւ գործարար Թիմուր Մինդիչը, ով նախագահ Զելենսկու վաղեմի գործընկերն է։ Վերջիններս իրավապահների տասնյակ միլիոնավոր դոլարների անօրինական շահույթ են ստացել հիմնականում պետությանը պատկանող էներգոատոմ ընկերության միջոցով, որը համակարգում է Ուկրաինայի բոլոր ատոմակայանների աշխատանքը։ Ռուսաստանի նախագահն այսօր Կրեմլում հանդիպել է Ղազախստանի առաջնորդին, ով անցած շաբաթ ջերմ ընդունելության էր արժանացել Սպիտակ տանն ու հայտարարել Միացյալ Նահանգների եւ Կենտրոնական Ասիայի միջև փոխգործակցության նոր դարաշրջան սկսելու մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության Պուտինն ու Տոկաևը քննարկել են գազային նախագծերը եւ ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հետևանքները։ Նախագահ Պուտինը նաեւ հետաքրքրված է լսել Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ նախագահ Թրամփի վերջին բանակցությունների մասին, ասել է Կրեմլի խոսնակը։ Ղազախստանը զգուշավոր դիվանագիտություն է բանեցնում Ուկրաինայի պատերազմի հարցում, պահպանելով սերտ կապերը հարևան եւ խոշոր առևտրային գործընկեր Ռուսաստանի հետ, միաժամանակ սատարելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին, հորդորելով քննարկել վարչապետ Նեթանյահուին ներում շնորհելու հարցը, հայտնում է Հերցոգի գրասենյակը։ Նեթանյահուի դեմ քրեական 3 գործ է հարուցվել 2019-ից, այդ թվում գործարարներից ավելի քան $200,000 նվերներ ստանալու համար, նա իրեն մեղավոր չի ճանաչում։ Չնայած ես անվերապահ հարգում եմ Իսրայելի արդարադատության համակարգի անկախությունը, կարծում եմ, որ այս գործը քաղաքական անհիմն հետապնդում է, գրել է Թրամփը Հերցոգի գրասենյակի տարածած նամակում։ Թեև Իսրայելի նախագահը մեծամասամբ արարողակարգային դեր ունի, Հերցոգը կարող է հանցագործներին ներում շնորհել։ Այդ խնդրանքով Միացյալ Նահանգների նախագահը նրան դիմել էր նաև անցած ամիս Իսրայել կատարած այցի ժամանակ։ Իրանը պայքարում է ջրային ճգնաժամի դեմ, որն ամենածանրն է վերջին տասնամյակների մեջ։ Պաշտոնյաները զգուշացնում են, որ ավելի քան 10 միլիոն բնակչություն ունեցող մայրաքաղաքը շուտով կարող է տարհանվել, եթե երաշտը շարունակվի։ Երկրում բողոքի ալիքը գնալով թափ է հավաքում, ընդդիմախոսները քննադատում են առաջնորդներին ոլորտի տևական անարդյունավետ կառավարման համար։ 2021-ին արդեն ջրի պակասը բողոքի ցույցերի եւ անկարգությունների պատճառ էր դարձել հարավային Խուզեստան նահանգում։ Հիմա ջրային ճգնաժամից բացի իրանցիները բախվում են նաեւ արևմտյան պատժամիջոցներից թուլացած տնտեսության, բարձր գնաճի եւ գործազրկության հետ։ Թուրքիայի իշխանությունները հայտնաբերել են 3 կործանված ռազմական ինքնաթիռի սև արկղ, հայտարարել է նախագահ Էրդողանը, հավելելով, որ քննությունը շարունակվում է վթարի պատճառը պարզելու համար։ Ինքնաթիռը, որը Ադրբեջանից ուղևորվում էր Թուրքիա, աղետի էր ենթարկվել Վրաստանի տարածքում։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 20 թուրք զինվորները զոհվել էին, նրանցից 2-ի դին դեռ չի հայտնաբերվել։ Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայից 46 հոգանոց խումբ է ուղևորվել վրացական իշխանությունների հետ, որը նողափրկարարական գործողություններ իրականացնելու համար։ Ավստրալիայի մոտ 1 ամսից ավելի քան 1 միլիոն դեռահասներ կզրկվեն սոցիալական ցանցերի իրենց հաշիվներից։ Դեկտեմբերի 10-ից ուժի մեջ կմտնի կառավարության սահմանած արգելանքը, որն իր տեսակի մեջ առաջինն է աշխարհում։ Մետան, Snapchat-ը, TikTok-ը, YouTube-ի սեփականատեր Google-ը նախապես հայտարարել են, թե այս արգելափակումը քաոսային իրավիճակ կստեղծի, սակայն այժմ վերանայել են այդ զգուշացումն ու խոստանում են ապահովել, որ փոփոխությունը մյուս օգտատերերի համար խափանումներ չառաջացնի։ Մինչև 16 տարեկանների գործող օգտահաշիվ չարգելափակելու նորերին գրանցելու դեպքում այդ հարթակներին սպառնում է տուգանք ավելի քան $30 միլիոն չափով։ Աշխարհը հիմա Ավստրալիային է նայում այս նոր մեթոդի հնարավոր ընդօրինակման համար, ասում են փորձագետները։ Երկրի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, սոցիալական ցանցերի արգելափակումը երեխաներին խիստ արժեքավոր ժամանակ կտա, որպեսզի սովորեն ու զարգանան խաբուսիկ ալգորիթմների եւ սոցիալական հարթակների հորձանուտն ընկնելու փոխարեն։